Ամանորյա տրամադրությունը ամենախառը զգացմունքներն է իրան մեջին կրում, իհարկե առաջին հերթին այդ ուրախությունն, այդ վազքն, այդ բարձր խոսերը, բարձր տրամադրությունը կան մարդիկ վեր ուղղակի լռում են, որովհետև շատ դեպքում լռության մեջ մխել է խոսք ու ասելիք կա։ Մեր հյուրը սոր մեզ հնարավորություն է տալու եւ քայլինք իրան մանկության հուշերով եւ մեր հյուրը նաեւ խոսելով է ամանորյա կարծում լավագույն հիշողություններով, որովհետեւ տաղավարում դիզայներ Ֆայինա Հարությունյանն է, բարիգուն Ֆայինա։ Նախ մեր հերոստատիտողին ուզում ասեմ, դու գիտացաք, որ Ֆայինան Արցախի հետ արմատներով կապված ապեն, գիտում թե հա իհարկե մարդիկ կան գիտում են հետևելով ձեր գործունեության, ձեր հարցազրույցներին, բայց սոր պիտի բարբառը խոսիկ։ Փորձիկ հիշիկ այդ բարբառը դիպոնտ տղը։ Մոռացալ չեմ, բայց քիչ եմ օգտագործում, բայց կխոսեմ, հա իհարկե։ Դե սոր արդեն դեկտեմբերի 31-ն է, օրվա վերջն է, մի քանի ժամ է մնացալ, ձեր օրը հունցա անցկացալ ու հունցիկ ստի ղաթը ճղալ, մին 15 րոպեով կյակ մեր կողքը։ Իհարկե չի կարա մերժեի, տեսեք մի քիչ հիմա բարբար, չբարբար, սա խառնվելու է։ Ես ցիկում տալու բերեմ գցին բարբար։ Ապրեք սաղենիկ։ Իմ համար շատ կարևոր է ստեղ լինել եւ ես կարողանում եմ նենց պլանավորեմ, որ 31-ին վազ չտամ ստղանդեղ։ Թողուբոհի մեջ։ Հա, նախորոք սաղերացա, տիրացա, ես 31-ին հանգստանում եմ ու սենց հաճելի երեկո եմ անցկացնում։ Հատևեր ասում եք սաղերացա ու տիրացա։ Կա ինչ-որ մի պարտադիր պենտինելի, ու ենթադրում տա ուտեսներին է հետա կապված, կամ թեկուզ տան ձևավորմանն է հետա կապված, բնականաբար։ Կա ինչ-որ բեն վեր այդ ադաթը տա արդեն 5 դա մին երկան տարի է, 10-20 տարի է, դա ամփոփող ալի, պիտի պարտադիր տա ինի ձեր տանը։ Երևի խրավացն է, ստեղ վար եկալում ապրելու հասկացան, որ բուդ ընտինիմ, օրինակ մեր ընտանիքում բուդ տիրալ չեն, խրաված ընրալ, պապան, գիմչում հարևաները, խրաված ընրալ չոլումով, վեշում կերալ են խոխեք արդեն, այդ օրը շուտ սկսում ընկր օտելու, պապաները խմելու, ու տենց արդեն սեղանը տինիմ ընկր։ Մի հենք ստեղ ես արդեն 20 տարի ստեղ եմ ապրում, համ բուդնում տինում, համ խրավացը, անպայման, որ... Համադրումը, կլերուս։ Հա, անպայման, բայց խրավացը այդ օր իմ համար ենքան կարևոր անենց եմ սիրում, չնայց ես խրավացը լյուբոյ օրում սիրում, բայց այդ օրը խոզի խրավացը տակ-տակ շատ եմ սիրում։ Շատ լավ, ես շատ ուրախ եմ վեր դուք վեշ թա ուղակի արցախյան բարբառով եք խոսում, այլ մարտակերտ է պեննա ձեր մեջի խոսում, այդ բարերը շատ մի խոսքով սե այս պահին մի մոց հուզմունք ապրեցի ու օզում տի շարունակիկ, այսիմ գերազանց ստացվում է ձեր կողքին։ Սպասիբա։ Ես վար խոսում Ստեփանակերտցիների հետ, հենց ասում եմ վար, ասում են մարտակերտանս, ասում դեմ պլանչում բավրդանում, հա։ Մարտակերտակ ավելի կոնկրետ մասնավորապես Մարաղայից, Մարաղան դա մեր ամենաև լուսավոր երջանիկ կետերից մեկն է եւ ամենացավոտ ու ամենադաժան կետերից մեկն է Արցախյան առաջ պատերազմի իրադարձությունների մասին, բայց ոզում սորմունք առիթ շատ ունենք խոսում ենք այդ ջարդերի, այդ զոհերի մասին միշտ խոսում ենք, սոր ոզում խոսենք այն Մարաղայի մասին, վերևեր իլելա մինչև երևի 88-ի երևի մինչև շարժումը բեն գիտամ, դեղ դուք հսցրալ եք, չէ, ձեր մանկությունը անցկացրել։ Առաջի դասարան դեղը միլել։ Ինչը քիշում սեմենք, դի սեք-սեք պատմեցիք ինչի հիշում եք։ Սեք-սեք։ Դե իհարկե շատ դժվար է չհուզվել, բայց այսօր այդ օրը չի, դրա համար պետք է խնդրեմ հենց տեսնեք չեմ կարում էլ խոսամ, տենց շեղեք ինձ ուրիշ բաներից։ Մարաղայից ինչ եմ հիշում։ Երևի ամենա Լավ, կամ էլ նոր տարվան հետ կապված ինչ-որ բեներ։ Նոր տարին գյում, բայց չմուտ լավ չեմ հիշում, երևի ավելի շատ կուչիր ժամանակ սպասում իմ դեն ռաժդենին, որ հունվարին է, ես միշտ ոզում էր այդ նոր տարի բենի շուտ անցկենա, վարկյա հսնե իմ օրվա, նոր տարին բոլոր խոխեքն են պադարկ ստանում, իսկ այդ օրը մենակ ես։ Երբ որ կյամա նոր տարին, ես ասում ձեր ռաժդենից քիչ մնաց, արդեն այդ քանի օրը միջև ես կոմենքում, արդեն մարդիկ հենց հանգստանում են կյամա ձեր ռաժդենից նվերներ ստանալը դույզն ասած, բայց նաև իհարկե սիրում, մտածում վեր այդ նվեր տարնել է այդ էլ հետաքրքիր գործընթաց ապեն, բայց ամենամեծ նվերը վերնալ է վեր դուք ձեր կյանքում ստացալ եք, դա իլելա ամենասպասված, ամենաերջանիկ, ամենալավը։ Չէ, տենց կարալ չեմ հիշեմ, որովհետև կուչիր ժամանակ լյուբոյ
նվերը սպասված է, լյուբոյ շնորհավորանքը ու հետո օրինակ նոր տարվա օրերին մաման պապան ես դες ասեմ երևի մինչև 15 տարեկան իրանք ասում են որ ձմեր պապիկ կա ու ես միշտ նվեր եմ ստացել ու Դες որ 15-ում արդեն էլ չէի ստանում։ Մեկը ստանում եմ, բայց արդեն գիտեի։ Այսինքն բարձ ավելի շուտ ենք իմացել, բայց այդ լեգենդը պահել ենք տանը միշտ ու papan մարաղայում էլ ասում էր վայ դուս եկաք մի հատ չոլմը տեսակ նա հինչա նա հինչ հուվա զբաղեցնեմ միջև պադարկը կտինին կամ էլ վար շատ մարդ կար հյուրեր բան հարմար չէր տինել ասում էր Դեդ Մարուզը պատուշկի տակա տինելու ու այդ ես միշտ հիշում որ ամեն առավոտ ամսի մեկին Ձեքսենս դինմր պատուշկի տակ շուշիտ եշում էր ու Երչում էր գնամ շուտ պետ տեսնամ հինչա տիրած բայց մեծ պադարկան հոնց պետք է տինիներ Եշում էր միշտ ու դա ամեն տարի էր Вроде бен չկա հոնց կարար այս տարի չիներ բայց резко երչում կնում на всякий случай а вдруг нету это միշտ կրավատիսկշտեն տիրածար ամենել հիշում վար Քյացալնկեր Ստեփանակերտ ես շատ կուճրում էլ պադարկեք առնելու մաման այդ ժամանակ դպրոցի զավուչ էր մարաղայի ու իր դասարան երեխեքի համար ենթադրում եմ այդ տենց բան հիշողությունները պադարկեք քյացալ առնե ու բագաժնիկում տեսամ լիքը պադարկ լիքը հիշում էր ուրախ ասում էր ու տեսալım իմ պադարկան էլ ընդե Բայց վար ցույց չտամ վար հասկացամ մենք 6 տարեկանում ասում դա ինչ ասում վայ там շկոլը խոխեքի հետի ապեն վայ ես ասում неужели ինձ հետի չլի տնան ընտան ուրիշին բայց հետո առավոտ որ պադարկան հասկացա что-то тут не то կարող է Դեդ Մարոզը պապասա բայց на всякий вещь պատմալ չեմ երևի սոր առաջան կամ մամա պապա ես գիտացալ որ դա դուք բայց սուսը մրա որ պադարկան ստանամ որովհետև այդ հրաշքը տոզմս ինի այդ հրաշք вообще մարդ դիա ինքը ոզմա վերուրան կյանքում միշտ հրաշքինի ինքը միշտ երջանիկինի խոխաներս եմ ես ասում որ միջև դուք հվատակ հենց որ вы перестанете верить ուրեմն իսկական չկա ու տղաս 7 տարեկանը այս մենք վախոխեք մի քիչ շուտուն ամեն ինչ հասկանում ասում ես գիտում որ տատուքը ասես твоих интересах եթե հվատում ես որ Դեդ Մարոզնա պադարակը իննականա Իբը վեր հվատասվեց Հենց հվատասվեց всё արդեն Հա երեգելի խոխաս արդեն 9 տարեկան նման բենը ասում է վեճ ես էլ չեմ գյում ինչ այսիմ հա չէ որտեվ գիտում վեր այսիմ չէ արդեն այդ նվերը իննական չէ պետք է ինձ թվում է տենց մի բան ասել միջև հվատումս իննական է Դեդ Մարոզը Ваших интересах верить Մինա էլի ինչքան էլ գիտում վեր մարաղանց դա շատ զգացմունքային հատված է բայց քանի վեր մունքստի ամանորներ ինքը ընտանեկան տոնա ամանորը տաստի շատ նեղ անձնական է ինչ վեր մի կողմից դրան հետի սոր փորձում ենք լի Առաջի անգամ երևի 20 տարվա մեջ սենց Ղարաբաղի մտնոլորտում եմ դիմավորում նոր տարին Ինչ զգացողություններ ունիք Շատ ոգևորված եմ ու հասկացա որ պետք է շատ խոսեմ շատ քիչ եմ խոսում երևի կա 3 հոգի նո բացի մամա պապան Կազախստանն ապրում հիմա ինչքան է տելեֆոնով խոսես համ ռուսերանս խոսում համ բարբարով Ստեղ կա 3 հոգի ում հետ ես բարբարով խոսում մինը Անդրենա երկիչ մինը Վլադիմիր Արզումանյանն է երկիչ մին էլ Դավիթ Ադամյան երկիչ բայց քանի որ իրանք Մարտակերտ չեն մին Մարտունիա նրանք Ստեփանակերտն Ես վար իրանց հետ շատ եմ խոսում, հենց զանգում տամ պապային, պապան ասում է, «Այդ ինչ Ստեփանակերտի պես ես խոսում, դա ինչ է»։ Հա, մեր Մարտակերտա գույները պարտադիր պիտի Հա, բա իհարկե։ Ամենակապ ձեր այդ սպիսկը մի հոգու տղեր կա, ես էլ ավելանում սպիսկի մեջին։ Երկելու հետ ոնց եք։ Չէ, շատ քիսում երկելի։ Ես էլ վեճ իլա, մուկ պարկյանք իրանք թո երկասին։ Հա, մուկ պարկյանք իրանք երկասին, ամենակարևորը բարբարավ պիտի խոսի։ Անպայման կաշխատեմ։ Եթե սխալվում չում դուք հենց առաջինը դե վեր մարաղայից հետո արդեն Ղազախստան, հայերենից, հայոց լեզվից, արցախյան բարբառն այլ ավելի կոնկրետ Հա, ուրիշ լեզու ես գիտացալ չում։ Հետո արդեն գրական հայերենը արդեն Վար եկալım ստե ժամանակ։ Բնականաբար հա, սկսալ սվերելը։ Դիժերել էլ այդ բարբառից հետո հայերեն սվերել։ Ես ինչ էի հրցում, ինքը թեթև հարցա մի կողմից, բայց սա նաև շատ մերօրյա լուրջ հարցալ էր, վեր օրինակ 2023 թվականից հետո ավելի շատ խոխերքը վերհալամ հսցրալ չսվերին, իրանք այդ բարիերը հաղթահարում են, դա մի նորվա բենչ, ծզետ Դա մի նորվա չի, դա դիժերա, բայց կա կարևոր բան, նախ պետք է չմոռանանք մեր բարբառը,
Մենք ես ամեն դեպքում փորձում չմոռանամ խոսում։ Բայց դա շատ դժվար ու ես դες ասում դա վեճ акցենտն անցկն վեճ բարեր կա որ կարալ չենք չգիտեմ ուրիշ ձև խոսանք չի ստացվում ես որ խոսում եմ ինձ միշտ ասում են դուք որտեղից եք որովհետև միշտ զգում են акցենտ արդեն 20 տարի ստեղ եմ ապրում, ստեղ եմ խոսում, բայց մեկ այդ акցենտը ունեմ։ բարբարի միքսնա գրական հայերեն։ հայերեն։ Հա, իմը вообще, հա, միշտ հարցում եմ որտեղից եք, որովհետև հասկացում եմ։ Այսինքն բարբարը մի քիչ մոռացալ եմ, ստեղ են հալում սովորալ չեմ։ Ու տենց ոնց կարում խոսում։ Բայց խոխորցնետ, այսինքն բարբար օգտագործումը կտանը, շատ քիչ, խոխիկ ստեղ են ծվալ, իրենց papan Երևանն է, բարբար իրան գիտում չեն, բայց ինձ թվում է մի քիչ մեծանան արդեն դիկանվել մի պաստի ջղայնանաս մին բարբարը մի քաղցր բառ է իսկյամ օզաց չէ տակ կա ու իրանք միշտ իմիլացիա ցախմն օրինակ են օրը միշտ հենց որ ցորտային վարտոնան տիսինկյամ ասում յախաբողազդ փակ է Դավիթ ասում մամա դու այպես այդ քո յախաբողազը յախաբողազդ փակը տիսին մի հատ սեմեն եկիկ մեր նաև հերոսադիտողին բացատրենք յախաբողազը ինչ է տրոնում դուք ասում չկտե ասում եք բան չքանում դե օրինակ ես գիտում ուզում եմ հերոսադիտողը այդ փոկորթի այդ հատվածն է վերոնակ մածերը միշտ բաբոնը միշտ սեսլեն ու մածերը միշտ սեսլենի վեր այդ պկեր կապած պահեք բենչանել դե մունք ասում եք յախաբողազը կպորած պահել յախաբողազը փակ է Մինել վարշատ դա լավ դա ասեմ պատմում ասում էս կարնես էս բեր են ասում համինել էշի վետերը կբերեմ yani մամա էլի դու քո էշի վետերը իրանք արդեն գիտեն այդ յախաբողազ էշի վետեր մի կե բար շատım ջղայնացածինım ասում վինս բլամիշայնում ինչը դա վինս բլամիշ հա դու կասում չկտես բան Ստեփանակերտիկ անտեմատիկ դիմս ձև տված Ստեփանակերտ զարգացած тоже мне վինս բլամիշիլա այսինքն Գափաղը սպիցիլացա։ Հալի։ Գափաղը սպիցացա, այսինքն գլխից կափարիչը բարձրացա։ Всё там բանը, смешалось։ Էստի գրական զուգահեռ թարգմանվել, մեր հերոսադիտողներ հասկանան ինչ իմացի։ Ոչինչ բենս բլամիշ հիշեցիք նոր տարում կօգտագործեք հեշայնանը։ Վերնել, օրինակ Ստեփանակերտ ասում է էշի վնները, Հա, չեմ վններ ասում չուք վտերը կասում։ Գիտում են անդրը վնները ասում։ Օրինակ ասում մամուն պապունել են կորիր, դուք ասում եք մաման Չէ, մաման պապա մամուն ասում չեմ։ Մունք մամուն ենք ասում, մունքը նկատեմ Ստեփանակերտ։ Ոչ էլի դուք մունքը ընկավ։ Էս մի Ղարաբաղ ավար այդքան բարբար կա։ Մի հատ գրական սովորենք, սլոժնա։ Էլի զրույցի մեջ այդ դուք մունքը ընկավ, բայց դե պարզա մունք ստի էս ամեն ինչ հումորով ջանջիգերավ ենք։ Բայց այդ շատ բանա, քաղցր բաներ ա։ Մունք սա ենք օտո, մունք սա ենք ասում, դուք տես չեք, մունք այդ по-моему даже кайфа։ Շատ լավ։ Ամանորը հինչածս էդի մին բառով։ Հավատալ հեքիաթին նոր ինչ-որ բանի սկիզբ ամեն դեպքում պետք է մենք ես ինձ տենց եմ տրամադրում որ այն մյուս տարին էլ ավելի լավն է լինելու ինձ թվում է տենց պետք է տրամադրենք տանը դե տոնածառայնում երևի ինչ-որ դեկոդե պարզաֆայն հարուցիլը չէ տենց հատուկ գիմ չմիջեր անում չում նորմալի տոնածառ տանը տոնածառ զարդարողը կա զարդարողի խնգարողը Չէ, զարդարողը։ Խոխ եք ասում, դավայ զարդարենք, միջև ես սկսում եմ, իրանք արդեն ուրիշ բաներ ամեն զբաղված խաղանանում iPad-ն, ես զարդարում իրանք հետ վերջում ասում են լավ արդա չէ։ Եվ ինչ ունիք ասելի անցնող 2025-ին եւ գալիս 2026-ին, ինչ կասիք։ Հաշվեցիք ինքը մարդալի։ Միշտ պետք է ասել ինձ թվում է սպասիբա, շնորհակալություն ամեն ինչի համար, լավ պահերի համար։ Փառքաստուտ շատ վատ բաներ չեմ ունեցել։ Իսկ փոճուր նյուդաչաները ավելի են ուժեղացնում։ Իսկ 26-ին պետք է խնդրեմ էլ ավելի լավ լինի։ Դա 26-ից եք խնդրում։ Եվ բնականաբար ձեր ցանկությունը, ձեր շնորհավորանքի խոսքը ժողովրդին։ Այ պետք է մի քիչ պատրաստվում էր, բարբարավար սիրուն ասեմ։ Առանց պատրաստվել ամենաքաղցրն եք դուք խոսում, բայնա։ Ոզում բոլորին առողջ, երջանիկ, պենտկացեք, ամեն ինչ լավայնական ու մենք ընդհանրապես հայ ազգը պետք է յուրուր միշտ կողքինի, քյոմագյանի, բաժերշկանի ու միշտ առաջ քինանք։
լոխլավայնական։ Տեսնում եք ինչ լավ բարերավ Ֆայնա Հարությունյանը ծыз ողջիդ ողջունում, որովհետև ամենակարևորը վեր 2026-ի միասնականության տարե յուր կողքեինինք, յուր դալուինինք մեր լուզվավ ասած թևոթիկունքինինք ու հաստատ վեր միասնականինինք մեր բոլոր նպատակներն ու երազանքները իրականանալու է։ Ընդհանրապես մի քիչ հետո արդեն նոր 2026 թվականն է։ Հավատացեք հրաշքներին, որովհետև դրանք անպայման իրականանալու են։